Կարծես թե Թուրքիան ցույց է տալիս համենայն դեպս, որ շահագրգռված է, չի խոչընդոտի Հայաստանի եւ Ադրբեջանի ուրեմն կարգավորմանը։ Հիմա տեսնենք Ռուսաստանը։ Ռուսաստանը կխոչընդոտի թե ոչ, եւ արդյոք այստեղ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի հատում ենք մենք տեսնում։ Ռուսաստանը կցանկանա խոչընդոտել, Թուրքիան հակառակը կցանկանա խրախուսել։ Ընդհանրում, որտեղ հատում ընդհանրում։ Այո, մոտեցումների։ Հիմա Ռուսաստանի դեպքում գիտեք ուզենալ հատվեն, այսինքն իրարամերժ լինեն մոտեցումները։ Ուզենալ չուզենալու հարց չի, կարողանալ չկարողանալու հարց է։ Լինելու է, այսինքն նման է դրան թե ոչ, որ Ռուսաստանը չի կարող խոչընդոտել։ Ցանկությունը, մենք սկզբից վերցնենք ցանկությունը։ Ուզում է խոչընդոտի, չի ուզում որ խաղաղության պայմանագիրը դրա մասին խոսեցին։ Լավ։ Բայց ինչով կարող է խոչընդոտել։ Այ իմ հարցը Իր խոչընդոտելու միակ ձևը Ադրբեջանի միջոցով էր, Ադրբեջանին ճնշել, հիշեցնել պարտավորությունները Ադրբեջանի, որը նա տվել է Արցախը հայաթափելու դիմաց։ Մենք հիշում ենք, ինչ սուսփուս ռուս խաղաղապահները հանձնեցին Արցախի բնակչությանը այդ ադրբեջանական զորքերին, չէ՞։ Եվ սուսփուսել հետո պոչերը քաշած թողին գնացին, հա 25 թիվը միջև այդ նույն պայմանագրով, համաձայնագրով հայտարարությամբ նոյեմբերի 9-ի, որ իրանք անդադ վկայակոչում են, այնտեղ նաև նշված է ժամկետները այդ խաղաղապահ կոչեցյալների այնտեղ կայանման։ Մինչև 25 թիվը, եւ 25 թիվից առաջ ընդ որում պետք է հələ հարցնեին, տեսնեին կողմերը դեմ են, դեմ չեն, եթե առարկություն չունեն, էլի շարունակեն։ Բռնեցին 23 թվականին, 23-24-ի սկզբին թողեցին, գնացին։ Այդ էլ խախտեցին։ Այսինքն այդ ամենը հանձնեցին Ադրբեջանին, միայն թե Ադրբեջանը գոնե իրենց շահը Հայաստանի մասով պաշտպանի, այսինքն շարունակի ճնշումը Հայաստանի վրա, որ անվտանգային միջավայրը Հայաստանի միշտ անբարեն նպաստ լինի, որ կարողանան այս ֆոնին ռիսկայնության, վտանգվածության ֆոնին փոխել իշխանություն Հայաստանում, անդադ խժդժություններ կազմակերպելով իրենց 5-րդ Շարասյան միջոցով։ Եվ մյուսը, որպեսզի իրենց ՖՍԲ-ն բերեն կանգնացնեն։ Հիմա այդ ՖՍԲ-ն կարողանային ճանապարհին կանգնացնել միջև իշխանապողություն իրականացնել Հայաստան, թե դրանից հետո այդ էական չէր, բայց տեղը պիտի թողեին, որտեղ եթե խաղաղության պայմանագիր է լինում, հետո էլ նաև այդ ճանապարհների հարցն է լուծվում, իսկ խաղաղության պայմանագրի լիցքաթափման ֆոնին, ելի եմ ասում, կարող էր իրեւ այդ հարցը լուծվել նաև էլի միջազգային ինչ-որ ներգրավումների շնորհիվ, որտեղ եթե միջազգային խաղացողները գային, ասեն, գիտեք, ինչ կա, այդ մեզ այդ բոլորիս այդ ճանապարհը պետք է։ Դուք էլ խաղաղության պայմանագրի ստորագրը բրծել եք։ Ինչի՞ չեք հիմա էլ այդ ճանապարհի հարցը բացելու հարցը վերջնականապես փակում, որ այդ այն գործի Հայաստանը ասելու ես վաղուց իմ կետերը դրել եմ, պատրաստ եմ բացելու, հենց այսօր պատրաստ եմ բացելու, Ադրբեջանը չի ուզում։ Եվ էլի այդտեղ էլ Ադրբեջանը հայտնվելու է անբարենպաստ դիրքում։ Իսկ հիմա ինքը Ռուսաստանը փորձելու է ձգձգել, ուրեմն Ադրբեջանի հետ պայմանավորվել, որ ձգձգվի ստորագրությամբ հաստ։ Իմ հարցը հիմա դրանում է Ադրբեջանինա Ռուսաստանը հիմա ունի Հայաստան եւ Ադրբեջան իր այսպես սեղանի շուրջը, թե այնուամենայնիվ Թուրքիա ունի։ Շահերի բախում կա Թուրքիայի հետ։ Շահերի բախում Թուրքիան այտենց չի ներգրավում շատ այս հարցում։ Ինքը սպասողական դիրքում է։ Ինքը շատ չի որոշումը կայացնելու է Ալիևը, ձեզ թվում է։ Այո, Ալիևն է կայացնելու եւ ուրիշ հարց, որ ես չգիտեմ, թուրքերը այն համաձայնությունները, որ արդեն կան, բավարար կհամարեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ ճանապարհները բացելու համար, թե կասեն, էլի ծափ կտան, կասեն կեցեք, որ համաձայնվել եք, բայց միջև ստորագրած թուղթը չտեսնեն, ոչ մի բան չեն կանել։ Կամ կարող է փուլային տարբերակ լինի։ Օրինակ ասեն, լավ, դե որ համաձայնությանը եկել եք, եկեք օրինակ բացենք սահմանները, կամ գոնե երրորդ երկրների քաղաքացիների համար բացենք, ինչ որ մի քայլ անենք ձեր զիջումների դիմաց հայեր։ Միջև կստորագրվի արդեն դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք, հա? Չգիտեմ ոնց կլինի։ Հիմա հայկական դիվանագիտության հմտությունից է նաև կախված, ջանքերից էլ է կախված, թե կհասնեն դրան, եւ այդ իմաստով այս թուրք լրագրողների հրավերը շատ դրական է մեզ գնահատում, շատ կարեւոր է։ Ինչով է դրական։ Էլի լիցքաթափման եւ փոխադարձ վստահության վերականգնման, որտեղ ըստ էության լրագրողները ում են ներկայացնում, պետությունը չեն ներկայացնում, հասարակությանն են ներկայացնում, եւ լրագրողների միջոցով փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոսեց թուրք հասարակության հետ, որ մենք պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները, իհարկե հատուկ նշելով, որ ցեղասպանության ուրացման ժխտման մասին խոսք լինել չի կարող, բայց նաեւ նշելով, իդեպ առաջի անգամ չի, 1 թե 2 տարի առաջ Արադ Միրզոյանն էլ նշել էր, որ պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության այն է, որ հիմա
առաջնահերթությունների մեջ չի մտնում ցեղասպանության ճանաչման հարցը։ Դա չի նշանակում, որ դա չկա ընդհանրապես օրակարգում։ Առաջնահերթություն չի։ Առաջնահերթությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Իրականում, երբ որ նայում ենք արդեն համաշխարհային հանրության հիմնական դերակատարները ճանաչել են արդեն ցեղասպանությունը, հայ ցեղասպանությունը, հա։ Այսինքն, եթե մենք թողենք առաջնահերթություն, ում վրա պետք է աշխատենք, շարունակենք, Մեծ Բրիտանիա եւ Չինաստանի, այդ աշխատելով չեր ելնելու մեր էլի, որ առաջնահերթություն կլինի Հայաստանի թե չի, դրանից չէ կախված, Մեծ Բրիտանիան կճանաչի, Չինաստանը կճանաչի թե չէ։ Ավելին ասեմ, մեր համար շատ ավելի կարևոր որ Թուրքիան ճանաչի։ Իսկ Թուրքիայի ճանաչման համար մենք պետք է Թուրքիայի հետ աշխատենք, շփվենք, դիվանագիտական հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ, խոսենք թուրք մտավորականության հետ, թեկուզ պրոիշխանական, որտեղ այնտեղ ընդդիմադիր մտավորականությունը նկատի ունեմ ընդդիմադիր համակարգին ընդդիմադիր ոչ թե այսօրվա գործող իշխանության, հա, Օսման Կավալայի պես մտավորականության նկատի ունեմ, որ բանտերում են, բայց նաև նկատի չունեմ, որոնք բանտերում եմ, այլ նկատի ունեմ նույնիսկ այսօրվա, ասենք, այն մտավորականությունը, որը կարա ներհամակարգային դիտվի, իրանց հետ պետքա շփվել, հասկանալ թե ինչ տարբերակով կարող է այդ ցեղասպանության ճանաչումը լինի։ Իդեպ կամած դրան գնում էր, տեսեք Էրդողանի երկու անգամ 11-12 թվականին էր, եթե չեմ սխալվում, 2 տարի ինքը իրար հետևից ցավակցություն էր հայտնում։ Չէր ասում ցեղասպանություն բառը, բայց հայկական զոհերի մասով ցավակցություն էր հայտնում։ Այսինքն կար այդ քայլերը, դեռ պետք էր աշխատել լուտողությամբ, կարող է մի օր էլ, եթե իրենք վստահ լինեն, որ դա չի վերածելու տարածքային պահանջի օրինակ, կարող է եւ համաձայնվեն այդ նույնիսկ ինչ որ փոխհատուցումների, հա, որ աշխատենք։ Չեմ բացառում, չնայած այն որ ասում է հիմա այս դարաշրջանում այնպեսի մեծ փոփոխություններ են տեղի ունենում, որ երբեք չգիտես թե ինչի այդ ամեն ինչը կվերածեր։ Կարող է նույնիսկ ինչ որ հնարավորություն, օրինակ հայկական ունեցվածքի վերատիրանալու են հողերի եկեղեցիների, չգիտեմ, են ունեցվածքի մարդիկ, բարձր չէ, իրենք էլ էին հասկանալու, որ դրանից հետո ոչ մի 20-30 միլիոն հայեր աշխ ոչ մի տեղից չէին ղռալով լցվելու Արևմտյան Հայաստան, չէ, իրենք հասկանալու են դա։ Արևմտյան Հայաստան հատուկ եմ շեշտում, որովհետև երբ որ պետությունը չի կիրառում այդ եզրույթը, դա շատ նորմալ է, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք չենք կիրառում, պետությունը, այո, ճիշտ չի լինի, որ կիրառի որտեղ այնտեղ կա նաև այդ զուգահեռները, որ Ադրբեջանն էլ չկիրառի արևմտյան Ադրբեջան տերմին եզրույթ եւ այլն, բայց ես որպես վերլուծաբան պարտավոր չեմ դա պահպանելու, մանավանդ որ արևմտյան Հայաստան եզրույթը դա միայն այսօր առաջացած եզրույթ չի, դա պատմական վաղուց վանից եկող եզրույթ է, որը որ քանի որ Հայաստանը բաժանված է եղել, բոլորը դա գիտեն, դա օգտագործում ենք։ Մի խոսքով այդ ուղղակի եւ դա միայն մենք չենք օգտագործում։ Այո, միայն մենք այդ ուղղակի որպես բացատրություն թե ինչի եմ հատուկ այդ արևմտյան Հայաստան եզրույթը օգտագործում, բայց ասում եմ, էլի եմ ասում, քանի որ թուրքերն են հասկանում, որ այնտեղ նույնիսկ եթե այսօր օրինակ, հա, հիպոթետիկ հարաբերություններ հաստատեցինք դիվանագիտական փայլուն հարաբերություններ ունեցանք Թուրքիայի հետ, տնտեսական առնչություններ Ցեղասպանության հարցն էլ զուտ երկկողմանի շփումներում ենք կիրառում, այլ ոչ թե ինչ որ դրսի ուժերի միջոցով ճնշում գործադրելու համար Թուրքիայի վրա։ Եվ այդ քննարկման միջոցով թուրքերը իրենց համար ակնհայտ չէր լինելու, որ եթե նույնիսկ իրենք ընդունեն, որ պետք է հնարավորություն տան բոլոր նրանց, ովքեր որ կորցրել են իրենց ունեցվածքը, գան վերատիրանան իրենց ունեցվածքին։ Հնարավորություն տան նրանք, ովքեր ուզում են վերադառնալ իրենց հայրենիքում ապրել, նրանց ժառանգներն են մնացել, որոնք ինտեգրվել են աշխարհի տարբեր երկրների հասարակություններում եւ շատ քչերը կուզենային գան դե մշտական բնակություն հաստատել։ Նման պայմաններում իրանք իհարկե խնդիր չեն տեսնի, եթե սպառնալիք հատուկ Հայաստանի կողմից չտեսնեն վտանգ։ Խնդիր չեն տեսնի այդ մի քանի հազար, թեկուզ մի քանի 100,000 հայերին թույլ տալ են քրդաբնակ շրջաններում, իսկ հիմնականում Արևմտյան Հայաստան այսօր քրդաբնակ է, թույլ տալ, որ այնտեղ գնան մարդիկ ինչ որ տուն առնեն կամ իրենց վերադարձվի ինչ որ տունը, եթե մնացել է, հա, ասենք մի քանի միլիարդի, ասենք կարող է այդ ունեցվածքի հասնի, հա, թող լինի այդ մի քանի միլիարդը Թուրքիա այսօրվա համախառն ներքին արդյունքում դա կաթիլել չի, հա, այնքան հարստացել է հիմա այդ երկիրը Եվրոմիության հետ տնտեսական սերտ ինտեգրման շնորհիվ։ Հիմա այդ ամեն ինչը որևէ խնդիր չէր բերելու Թուրքիայի համար։ Հակառակը բերելու էր որոշակի իմիջային, այսպես հեղինակության նաև բարձրացում, Եվրոմիության անդամության համար նաև որոշակի դրական առաջընթաց եւ այլն եւ այլն։ Էլ չեմ խոսում, որ նաև այդ ծանր բերից իրենք էլ հոգեբանական կազատվեն, որովհետեւ իրենք էլ հասկանում են, չէ՞, որ մեծ մեղք են գործել հայ ժողովրդի հանդեպ իրենց նախնիները։ Հիմա եթե իրենք ուզում են շարունակել այդ ժխտողականությունը, նշանակում է այդ մեղքի բեռի տակ են մտնում։ Եթե իրանք չեն շարունակում եւ ցավակցում են հայրին եւ ասում են այո, դա հիմա այն ժամանակ եղել են ինչ որ հանցագործներ, որոնք որ կազմակերպել են այդ
հիմա ցեղասպանություն չեմ անվանի եղեմ կանվանեն եւ այլն, բայց այդ 1.5 միլիոն հայերին բնաջնջել են։ Դա մենք ընդունում ենք, ցավակցում ենք եւ այդ հայերին, ովքեր որ կուզենան վերադառնան ապրեն, այդ հնարավորություն տալիս ենք, հատուկ անվտանգային բաներ ստեղծում ենք եւ հարկերել իրենցից օրինակ չենք վերցնի, որևէ հարկ հայերից չենք Դա վերցնի։ ենթադրություններ Չէ, օրինակներ են բերում, ինչպես կարող է այդ խոսակցությունը գնալ։ Դա որևէ խնդիր թուրքերի համար չի առաջացնի, բայց եթե դա թշնամական քննարկման միջոցով է արվում, դրսից ճնշումների միջոցով է փորձ արվելու, իրենք դիմադրելու են որևէ արդյունքի, ոնց որ միջև հիմա չենք հասել Թուրքիայի կողմից ճանաչման եւ բանի տեսակետից, այդպես էլ չենք հասնի։ Ես կարծում եմ, որ պետք է այդ ամեն ինչը զուգորդվի, համատեղ արվի եւ այս գործընթացը ինչ որ նշույլներ այդ ամեն ինչի համար ինչ որ պատուհան բացում եմ կարծիքով։